Սրանք նիարելու հետ կապված ամենատարածված միֆերն են։ Առաջինը, որ հնարավոր է ինչ-որ վարժություններ անելով մարմնի կոնկրետ հատվածում ճարպ կորցնել։ Բազմաթիվ կլիենտներ եմ ունեցել, ովքեր երբ սկսում են իմ հետ մարզվել, առաջին բանը, որ ասում են, այդ այնա, որ ուզում են այս մարմնի կողքի հատվածի ճարպը կորցնեն։ Բայց ցավոք մենք ոչ մի ձևով չենք կարող մեր մարմնի ստիպել, որպեսզի ինքը ինչ-որ կոնկրետ հատվածի ճարպ սկսի օգտագործել։ Միակ բանը, որ մենք կարող ենք անենք, այդ զուտ նիհարելն է, ու մեր մարմինը ինքն է որոշելու, թե որ հատվածի ճարպը երբ օգտագործի։ Բնականաբար, եթե բավականաչափ նիհարես, ինչ-որ կետից սկսած արդեն քո ուզած հատվածի ճարպերն են մաշվելու։ Երկրորդը այն, որ նիհարելու համար քեզ պարտադիր պետքա շաքարից կամ ածխաջրերից զրկես, կամ առհասարակ այն, որ սրանք առողջության համար վատ են։ Նիհարելու համար քեզ պետք է լինել զուտ կալորիական դեֆիցիտում, այսինքն ծախսել ավելի շատ կալորիաներ, քան դու ստանում ես սննդից, ու այսի լրիվ հնարավոր է անել նաև շաքար օգտագործելով։ Հա, եթե դու ուզում ես նիհարես, ամենայն հավանականությամբ շատ քաղցր բաներ ուտելը լավ միտք չի, քանի որ սրանք շատ կալորիաներ են պարունակում, բայց քեզ երկար ժամանակ կուշտ չեն պահում։ Բայց այս դեռ չի նշանակում, որ հնարավոր չի ինչ-որ ձևով սրանք քո սննդակարգում ինտեգրել։ Երրորդը այն, որ ուշ ժամի հաց ուտելը չաղացնում է։ Հա, առհասարակ ես խորհուրդ կտայի ոչ մեկին շատ ուշ ժամի հաց չուտել զուտ, որովհետև այս կարա բացասականորեն ազդի քո քնի որակի վրա, ինչն էլ իր հերթին կարա անուղղակիորեն դժվարացնի նիհարելը։ Բայց առհասարակ նիհարելու համար կարևոր է մենակ այն, թե դու գումարային օրվա ընթացքում ինչքան կալորիա ես ուտում։ Կլինի այդ առավոտը, թե իրիկունը շատ էական չի։ Չորրորդը այն, որ կարելի է նիհարել զուտ ինչ-որ fat burner կամ նիհարելու հավելումներ օգտագործելով։ Սրանց մեծ մասը կամ լրիվ անիմաստ է, կամ շատ չնչին էֆեկտ ունի մետաբոլիզմի վրա։ Ու եթե քո սննդակարգը արդեն տեղին չի, մենակ սրանք օգտագործելով ոչ մի արդյունքի չես կարող հասնես։